Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Սանտ Պետերբուրգի հավաքը բաց է թողել Ադրբեջանի նախագահը ըստ պաշտոնական Բաքվի Ալիևի խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Թրիփի թեմայով դռնփակ քննարկում է տեղի ունեցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ։ Մինչ այդ Բաքվից հայտնում են Զանգեզուրի միջանցքի արագացված տեմպերով շինարարության մասին։ Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինը վաղվանից հայաստանյան շուկայում կհայտնվի։ Տնտեսական թե միայն քաղաքական գործարք է սա։ Ընդդիմադիրները նույնականացրել են անցած հինգշաբթի մայր տաճար ներխուժել փորձող տղամարդկանցից մեկին։ Պարզվում է ինֆարկտից առաջ քահանաներից մեկը փորձում էր օպերայի փոխտնօրերին հանդարտեցնել։ Վարչապետի հրահանգից հետո մի քանի օր տեխնիկա վաճառող խանութների ցանցը փակ էր։ Նիկոլ Փաշինյանն էր Պեկին ցուցում տվել, ձև գտնել եւ փակել ապրանքը վաճառելիս երկու տարբեր գին ներկայացրած խանութը։ Միջև անձնական թույլտվությունը չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Ռուս-ուկրաինացի եւ ամերիկացի պաշտոնյաները կառուցողական են որակել Մայամիի բանակցությունները։ Դժվար հարցերը, սակայն, դեռ հանգուցալուծում չունեն։ Սանտ Պետերբուրգում այսօր Փաշինյան-Պուտին հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում Հայաստանի վարչապետը ասել է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրամփի ուղու նախագծում բազմաթիվ նրբերանգներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին։ Փաշինյանը սակայն չի հստակեցրել կոնկրետ ինչ նկատի ունի։ Ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվայից հիշեցրել էին, որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում։ Արտգործնախարարության պաշտոնյանը ընդգծել էր, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել Թրամփի ուղին։ Ռուսաստանի նախագահներ այսօր չի շրջանցել այս թեման, բայց կրկին առանց կոնկրետությունների։ Сейчас у нас идет еще и очень конструктивно двусторонние переговоры с Соединенными Штатами. Մենք նաև ներկայում շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ թրիփ երկաթուղու իրականացման եւ կառուցման վերաբերյալ, եւ դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի եւ իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, եւ այսօր կարծում եմ շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը։ Сегодня я думаю, что очень хороший повод все эти вопросы обсудить. По логистике тоже. Մեր վերջին հանդիպման ժամանակ դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել։ Ես նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք բացում են Հայաստանի սահմանները։ Маршрутов, создание новых маршрутов, раскрывающих границы Армении. Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ հասունացել է Հայաստանի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ խոսքը Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածների մասին է։ Այդ հատվածների վերաբացման վերաբերյալ քաղաքական որոշում դեռ չկա, բայց ըստ Փաշինյանի իրավիճակը հասունացել է այն աստիճանի, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ И как мы говорили, после 8 августа в нашем телефонном разговоре, это то, что... Եվ ինչպես մենք քննարկեցինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ սա արդեն իսկ տեղի է ունեցել, քանի որ գնացքներն արդեն իսկ Ռուսաստանից գալիս են Հայաստան Ադրբեջանով, ինչը կարծում եմ պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես դուք արդեն ասացիք, նոր հնարավորություններ են բացվում եւ արդեն հասունացել է մեր երկրի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք երկաթուղիներ են, որոնք կապում են Հայաստանը Ադրբեջանի մյուս հատվածի, Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ ընթանում է բավականին ակտիվ քաղաքական գործընթաց։ Я имею в виду, в частности, сектора Иджевана, Ерасха и Ахурика. Это железные дороги, соединяющие Армению с Азербайджаном, основным Азербайджаном.
Նիկոլ Փաշինյանը երեկ էր աշխատանքային այցով մեկնել Ռուսաստան, մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, այսօր էլ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին սակայն չի մասնակցել Ադրբեջանի նախագահը, ըստ Բաքվի պաշտոնական աղբյուրների աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով։ Ռուսաստանի նախագահի խոսնակը ասել էր, թե Կրեմլում ըմբռնումով են վերաբերում Իլհամ Ալիևի այս որոշմանը։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջերս լարվածություն է առաջացել Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շահին Շիխլինսկու դեմ քրեական գործի պատճառով։ Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ ռուս իրավապահները քննությունը անաչառ չեն անցկացրել, քանի որ քննությունը վարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ավագ քննիչ Կարապետյանը, իսկ Շիխլինսկու դեմ ցուցմունք տվողների մեջ կան նաև հայեր։ Ադրբեջանական համայնքի ղեկավարը մեղադրվում է տասնամյակներ առաջ սպանություն պատվիրելու համար։ Հունիսին ձերբակալության ընթացքում ըստ ադրբեջանական կողմի ռուս իրավապահները բռնություն էին գործադրել Շիխլինսկու եւ նրա ընկերների հանդեպ, որի հետևանքով բերման ենթարկված ադրբեջանցիներից մեկը մահացել էր։ Այդ միջադեպը սրել էր Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները։ Ադրբեջանը ի պատասխան ձերբակալել էր մի խումբ ռուսաստանցիների, այդ թվում Սպուտնիկի տնօրենին։ Թրամփի ուղու շուրջ քննարկումներ են ընթանում նաև Վաշինգտոնում։ Օրերս նման մի հանդիպում Ադրբեջան, Միացյալ Նահանգներ առևտրի պալատն է կազմակերպել, մասնակցել են Ամերիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները, Միացյալ Նահանգների կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գործարարներ։ Ըստ հաղորդագրության մասնավոր ընկերությունները, այդ թվում Google-ը, Bechtel-ը եւ Tetra Tech-ը հետաքրքրված են տարածաշրջանային նոր ներդրումային հնարավորություններով։ Ադրբեջան, Միացյալ Նահանգներ առևտրի պալատն էլ վերահաստատել է կառավարությունների եւ մասնավոր հատվածի միջև երկխոսություն առաջ մղելու հանձնառությունը տրիպի հաջող իրականացմանը եւ երկարաժամկետ ազդեցությանը աջակցելու համար։ Հայաստանյան կամ Վաշինգտոնյան այլ աղբյուրներ այս հանդիպման մասին որևէ տեղեկություն դեռ չեն տարածել։ Իսկ այս ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ժամանակ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն է ասել, թե Ադրբեջանում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարությունը ընթանում է արագացված տեմպերով, ընդգծելով օգոստոսին մեկնարկել է Կարս Նախիջևանի երկաթուղու շինարարությունը, որը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Թուրքական պատվիրակության ղեկավար փոխնախագահ Ջևդետ Յիլմազը իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ամրապնդում են իրենց դերը որպես հուսալի կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այս ամսվա սկզբին Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմինը անընդունելի է։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի Run Oil-ի բենզալցակայաններում։ Բենզինը գնած մեգատրեյդը մտնում է Սիլ Կապիտալի մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքին։ Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ։ Ու մինչ Հայաստանի իշխանությունները այս գործարքը կարևոր են համարում խաղաղության հաստատման ճանապարհին, մտահոգություն է հնչում, որ Հայաստանը դեռ միակողմանի գնորդ է եւ Բաքուն նույնպես պետք է հայկական ապրանքներ ներկրի Ադրբեջան։ Ադրբեջանական բենզինը 440 դրամով վաղվանից կվաճառվի Run Oil-ի բենզալցակայաններում։ Ազատությանը փոխանցեց ադրբեջանական բենզինը գնած Megatrade ընկերության տնօրենը։ Կարեն Հայրյանի խոսքով իրենց առաջարկած բենզինն էականորեն էժան է, քանի որ պրեմիում բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է։ Շուկայում ոչ միայն 520 կա, օրինակ 490 կա, 500 կա, պրեմիում տեսակի վառելի։ Մինչ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն ազդարարում է ադրբեջանական էժան բենզինի վաճառքի մասին, տնտեսագետները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով Հայաստանի վառելիքի շուկան օլիգոպոլ է։ Այստեղ մի քանի խոշոր խաղացողներ կան, որոնք էլ գին են թելադրում մյուսների համար։ Խոսքը Ֆլեշի եւ CPS-ի մասին է, որոնց բաժին է ընկնում հայաստանյան բենզինի շուկայի մոտ 60%-ը։ Հետևաբար ըստ տնտեսագետի, եթե նրանք ցանկանան, ապա կարող են իջեցնել իրենց բենզինի գինը եւ գնիչեցման այն էֆեկտը, որը ակնկալում էր ստանալ ադրբեջանական բենզինը գնած ընկերությունը, կարող է եւ չստանալ։ Բացի այդ, ըստ մասնագետի, Run Oil-ի առաջարկած 440 դրամի գնագոյացման վրա բնականաբար ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի անվճար փոխադրելու հանգամանքը։ Վրացական կողմը իբրև բարի կամքի դրսևորում որոշել է մեկ անգամ ադրբեջանական վառելիքի համար տարանցման գումար չգանձել։ Իսկ թե ինչ գին կսահմանի
Վրաստանի Թբիլիսին հաջորդ բեռնափոխադրումների համար պարզ չէ։ Սակայն Սուրեն Պարսյանը նկատում է, որ Վրաստանը վերջին տարիներին պարբերաբար թանկացրել է իր երկաթուղու տարանցման գումարը եւ ներկայումս 1 տոննա վառելիքը 1 կիլոմետրի հաշվով փոխադրելու համար գանձում է $0.5 տարանցման գումար։ Վրաստանից Հայաստանի սահման ավելի քան 200 կիլոմետր է։ Հետևաբար դժվար է այս պահին կանխատեսել, որ այդ գինը երկրորդ, երրորդ գործակների դեպքում, եթե լինի էլ կպահպանվի, որովհետև արդեն տարանցման գումարը գալու է։ Այո, ադրբեջանական վառելիքը ավելի մոտ է, քան ռուսականը եւ տրանսպորտային ծախսերը ավելի փոքր կլինի, բայց միևնույն ժամանակ ռուսական կողմը ինքը բավականին մեծ ծավալով վառելիք է արտադրում եւ վաճառում եւ կարող է ցանկացած ժամանակ որոշակի փոքր զեղչ անել կամ որոշակի գնային քաղաքականություն վերանալ եւ ադրբեջանական վառելիքը դառնա ոչ մրցունակ։ Բացի այն, որ ադրբեջանական վառելիքը կարող է շատ արագ ոչ մրցունակ դառնալ ռուսական բենզինի գնիչեցման եւ վրացական երկաթուղու սահմանած տարանցման բարձր գնի պատճառով, նաեւ Ադրբեջանն ինքը բարձր որակի, տվյալ դեպքում պրեմիում տեսակի բենզինի կարիք ունի եւ ստիպված այն ներկրում է Ռուսաստանից եւ Արաբական Էմիրություններից։ Ադրբեջանն ունի նավթ, բայց նավթամթերքի արտադրության հարցում խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով կարող է արտահանել հիմնականում դիզել եւ քիչ քանակությամբ ռեգուլյար տեսակի բենզին։ Իդեպ ադրբեջանական լրատվամիջոցները դեռ անցած ամիս էին հայտնել, որ Ադրբեջանը հաջորդ տարվանից ընդհանրապես դադարեցնելու է AI-95 տեսակի բենզինի արտադրությունը։ Այո, ադրբեջանական կողմը հենց ներկայումս ինքը խնդիր ունի պրեմիումի եւ քիչ հավանական է, որ ինքը առանց իր ներքին պահանջարկը բավարարելու փորձի այսպես արտահանում իրականացնել։ Տնտեսագետը նկատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս միանվագ գործարքի նպատակն էր պարզապես ցույց տալ, որ կողմերը պատրաստ են երկարաժամկետ խաղաղության։ Հետևաբար ադրբեջանական բենզինի առաջին խմբականակի ներկրումը ավելի շատ քաղաքական եւ ոչ թե տնտեսական գործարք էր։ Այս պահին այո, այս պահին ավելի շատ քաղաքական գործարք է։ Եթե Ադրբեջանն այլևս չվաճառի պրեմիում տեսակի բենզին, արդյոք Մեգատրեյդը կշարունակի գնումները։ Ընկերության տնօրենն Ազատությանը փոխանցեց, որ եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին։ Որքան մեծանում է տնտեսական փոխկապակցվածությունը երկրների միջև, պարզ ասած, այնքան փոքրանում է պատերազմի հավանականությունը։ Կոչ եմ անում բոլորին, որ 100 դրամ էլ դնեն 1 լիտր բենզինը, մենք բոյկոտ ենք դա, որովհետև վերջին հաշվով լավ պատերազմում պարտությունը մի բան է, բայց դրանից հետո շարունակել ցույց տալ, որ մենք նաև ինքնասիրություն չունենք, դա լրիվ այլ բան է։ Մինչ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական այս գործարքը կարևոր են համարում խաղաղության հաստատման ճանապարհին, այն միանշանակ չի ընդունվում ընդդիմադիր շրջանակների կողմից։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, քանի դեռ ադրբեջանական զինուժը չի հեռացել Հայաստանի օկուպացված տարածքներից եւ ազատ չի արձակել բոլոր հայ գերիներին, պետք է բոյկոտել ադրբեջանական բենզինը, նույնիսկ եթե այն ջրի գնով վաճառեն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է գոնե հարգելով մեր զոհերի հիշատակը, հարգելով մեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը հենց հիմա օկուպացված է, հարգելով հայ մարդկանց, ովքեր գտնում են ադրբեջանական բանտերում եւ խոշտանգվում եւ նվաստանում են ամենօրյա ռեժիմով, մենք պետքա չգնենք այդ բենզինը, պետքա բոյկոտենք։ Որ այն գործարարներն էլ, ովքեր որ գնացել առել են, բնականաբար իշխանությունն ասել է արել են։ Նրանք էլ հասկանան, որ լավ էս ազգի հետ պետք չի զոհվա։ Բացի այդ, ըստ Մարուքյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է լինի փոխադարձ առևտուր։ Հայաստանը չպետք է դառնա միակողմանի գնորդ, ֆինանսավորելով Ադրբեջանի բանակը։ Բաքուն նույնպես պետք է հայկական ապրանքներ ներկրի Ադրբեջան։ Մինչդեռ Էդմոն Մարուքյանի համոզմամբ այս գործարքով Հայաստանն Ադրբեջանի համար դարձել է ընդամենը նվաստացած շուկա։ Մինչև Հայաստանի ինքնիշխան տարածքները չդեօկուպացվեն, մինչև մեր գերիներն ազատ չարձակվեն, այն խնդիրները, որ մենք հիմա ունենք Ադրբեջանի, դրանք չկարգավորվեն, դուք ինչքան ուզում եք իրանցից նավթ առեք, ինչքան ուզում եք իրանցից գազ առեք, ինչքան ուզում եք իրանցից թեյ գնեք, ինչ ապրանք ունեն Ադրբեջանում, հա, որևէ ձևով դա չի ազդելու հարաբերությունների կարգավորմանը։ Արձագանքելով իրենց ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով եւ Հայաստանում վաճառելով հարստացնում են Ադրբեջանին եւ զինում նրա բանակը, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդ ընկերության տնօրենն ասաց, թե իրենք ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով են զբաղվում։
Իսկ այս ընթացքում հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի վերջին հայ բնակիչներից մեկի համար Ադրբեջանի պետական մեղադրողը 18 տարվա ազատազրկում է պահանջել։ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած մոտ 1 տասնյակ հայերից Կարեն Ավանեսյանը ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ է մեղադրվում։ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում քննվող նիստին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ցուցմունք են տվել միջադեպի վկաները, թե ովքեր են, չի հստակեցվում։ 58-ամյա Ավանեսյանը ձերբակալվել էր այս տարվա աշնանը։ Ադրբեջանցի իրավապահների պնդմամբ նա սեպտեմբերի 14-ին իբր փորձել է քաղաքի կենտրոնում ահաբեկչական գործողություն իրականացնել, ինչի արդյունքում ոստիկաններ էին վիրավորվել։ Միջադեպը տեղի էր ունեցել նախագահ Ալիևի Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։ Անկախ աղբյուրներով հնարավոր չէ հետևել դատաքննության ընթացքին։ Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 25-ին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ընդդիմադիրները նույնականացրել են անցած 5 շաբթի մայր տաճար ներխուժել փորձող տղամարդկանցից մեկին։ Պարզվում է ինֆարկտից առաջ քահանաներից մեկը փորձում էր օպերայի փոխտնօրերին հանդարտեցնել։ Վարչապետի հրահանգից հետո մի քանի օր տեխնիկա վաճառող խանութների ցանցը փակ էր։ Նիկոլ Փաշինյանն էր Պեկին ցուցում տվել, ձև գտնել եւ փակել ապրանքը վաճառելիս 2 տարբեր գին ներկայացրած խանութը։ Միջև անձնական թույլտվությունը չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Ռուս-ուկրաինացի եւ ամերիկացի պաշտոնյաները կառուցողական են որակել Մայամիի բանակցությունները։ Դժվար հարցերը, սակայն, դեռ հանգուցալուծում չունեն։ Փաշինյանը հրամայեց, խանութը փակվեց։ Վարչապետի հրահանգից հետո տեխնիկա վաճառող խանութների ցանցը մի քանի օր փակ մնալուց հետո այսօր է վերաբացվել։ Նիկոլ Փաշինյանն էր Պեկին ցուցում տվել, ձև գտնել եւ փակել ապրանքը վաճառելիս 2 տարբեր գի ներկայացրած խանութը։ Գործարաշրջանակներում կարծում են, որ վարչապետի հրահանգը օրենքի սահմաններից դուրս էր։ Այս բանի դրությամբ մեզ բոլոր մասնաճյուղերը ժամանակավորապես փակեն։ Փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Վարչապետի հրահանգից հետո արդեն քանի օր է տեխնիկա վաճառող Ռեդսթոր խանութների ցանցը փակ է։ Դրանք բացվեցին այսօր երեկոյան միայն։ Նիկոլ Փաշինյանն էր պետնախագահային ցուցում տվել փակել Երևանի կենտրոնում գտնվող մի խանութ, որը վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին ապրանք վաճառելիս 2 տարբեր գիներ ասել, մեկը կանխիկի, մյուսը անկանխիկի դեպքում։ Նիստից հետո շատերը հիշեցին Փաշինյանի մեկ այլ կառավարությունը ես եմ արտահայտությունը, զարմանք հայտնելով, թե ինչու է առանց ՊԵԿ-ի վարչարարության բիզնես փակելու հրահանգ իջեցնում։ Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահ Վարամ Միրաքյանը բիզնեսը փակելու վարչապետի հրահանգը համարում է օրենքի սահմաններից դուրս գործողություն։ Միրաքյանի խոսքով, եթե խախտումներ էին հայտնաբերվել խանութների ցանցում, ապա պատասխանատուները պետք է գործեին օրենքով, տուգանեին, բայց ոչ թե գնային ծայրահեղ այս քայլին։ Ես վստահ եմ քննչականը բոլորին փակելու ձևը կարող գտնելի, եթե այդպեսի հրահանգ իջնի։ Հետո դա ճիշտ է, կարող դատարանով ապացուցի, որ այդ ձևը սխալ էր եւ այլն, բայց դա կլինի 5 տարի հետո կամ չլինի 3 տարի հետո, երբ որ ներկա փակելը արդեն էլ կարեւոր չի լինելու։ Իսկ ինչպես են զարգացել իրադարձությունները։ Փաշինյանի հայտնի հրահանգի հենց նույն օրը քննչական կոմիտեն կապարակնքել է Ռեդսթորի բոլոր խանութները, բայց ոչ թե նոր քրեական գործ հարուցելով ու փորձելով պարզել, թե այդ ինչ խախտումներ է հայտնաբերել վարչապետի աշխատակազմը, այլ դարակներից հանելով հին 2024 թվականին հարուցված մի գործ ու հենց կատարել վարչապետի ցուցումը։ Համաձայն ենք, որ խանութը սխալ է եւ այդ սխալը մարդ պետք է պատժվի, բայց պետք է պատժվի օրենքի սահմաններում, ոչ թե հրահանգով օրենքում այնպեսի կետ գտնելով, որ այդ հրահանգի կանոնները կատարվեն։ Ինչու քննչականը խանութների ցանցը չէր փակել անցած տարի, բայց Արեզդա Փաշինյանի ձևը գտեք, փակեք հրահանգից հետո քննչականից Ազատությանը միայն փոխանցեցին, որ հարկերը турքերը չվճարելու հոդվածով հարուցված գործի շրջանակում 2024 թվականից մինչև այսօր իրականացվել են բազմաթիվ գործողություններ եւ հայտնաբերվել են թեր հայտարարագրման դեպքեր։ Ընկերության մասնաճյուղերը կապարակնքվել են, կատարվում են ընթացիկ գույքագրումներ, չափագրումներ։ Վահրամ Միրաքյանը, որ չի արդարացնում բիզնեսի կողմից օրենքի խախտումները, այսուհանդերձ հարց է բարձրացնում, որն է պետության օգուտը բիզնեսը փակելու դեպքում։ Այդ խանութի
Փակելն է պետության համար օգտակար, թե անօրինական աշխատելը։ Ինչ նկատի ունեմ, այդ խանութը ունի ենթարիկ, չգիտեմ, 30 աշխատող։ Այդ 30 աշխատողներին հիմա վրա տարեկան տալիս է այսքան հարկ, տեղական էս ինչ անում եւ այլն։ Հիմա այդ խանութը փակեցին մի ամսով, չէ՞։ Այդ խանութը ինչքան հարկ չտվեց։ Փաշինյանի հրահանգի հասցեատերը պետական եկամուտների կոմիտեն իր հերթին այսօր իր տարածած հաղորդագրությունում պարզաբանել է, որ Ռեստորն իրենց ուշադրության կենտրոնում է։ Իրենք դեռ 2024 թվականին են պարզել, որ ընկերությունում կա ստվերային շրջանառություն, չի հաշվարկվել եւ չի վճարվել ավելի քան 95 միլիոն դրամի հարկ։ Բացի այդ, Ռեստորի հետ փոխկապակցված հիմնական Notebook Store-ն այլ հարկ վճարողի անվան տակ է նաեւ գործել, օգտվելով բարենպաստ հարկային պայմաններից։ Սրա հետևանքով պետությանը պատճառվել է վնաս ավելի քան 64 միլիոն դրամի չափով։ Ռեստորի սեփականատեր Արման Գյուրջյանն այսօր տարածած հայտարարությունում չի անդրադարձել այս մեղադրանքներին, ոչ էլ 1 տարի առաջ հարուցված գործով հիմա իրենց ցանցը փակելուն, ընդհանրապես պարզաբանել է իրենց նպատակն է գործել օրենքի սահմաններում, ընդգծել է. Էլեկտրոնիկայի ոլորտում ընդունված պրակտիկա է նույն ապրանքի տարբեր արժեքների կիրառումը կախված վճարման եղանակից։ Տարբերությունն էլ պայմանավորված է անկանխիկ վճարումների դեպքում բանկերի կողմից կիրառվող միջնորդավճարներով։ Միևնույն ժամանակ 300,000 դրամից բարձր վճարումները իրականացվում են տերմինալի միջոցով։ Red Store եւ Notebook Store-ի հիմնադիրը փաստացի ընդունել է, որ ապրանքները կանխիկի եւ անկանխիկի դեպքում տարբեր գներ ունեն։ Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահը սակայն պնդում է, ապրանքը կարող են երկրորդ գնով վաճառել բացառապես ապարիկի դեպքում, կանխիկի եւ անկանխիկի դեպքում գինը պետք է նույնը լինի։ Ընդդիմադիրները նույնականացրել են անցած 5 շաբթի մարտաճար ներխուժել փորձող տղամարդկանցից մեկին։ Պարզվում է, ինֆարկտից առաջ քահանաներից մեկը փորձում էր օպերայի փոխտնօրենին հանդարտեցնել։ Դատելով Facebook-յան էջից, Վրեժ Դուրգարյանը կաթողիկոսի հրաժարականի կողմնակիցներից է։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն ամենայն հայոց կաթողիկոսի դեմ պայքարի առաջամարտիկներից է։ Անցած շաբաթ մշակութային հաստատության ղեկավար կազմի ներկայացուցչին Մայրտաճարի մուտքի մոտ փորձում էր հանդարտեցնել Տեր Վրթանեսը։ Հարբած տես բորբոքված տես մեկը բարձացել է ապարի շիրմին, ձեռքով էլ այդ խմբին ասում հրեք դուռը մտեք դերսման, ասես ձեռքի շարժումով ու ասած քաղաքավարի ասի հարգելիսի չեք, հետո զգացի չի լսում։ Հետո ստիպած վարձացա վերև ուղակի տենց ուսի մասի չորից քաշելով իրան տեղից իջեցրի ցած, որտեղ բարձացել էր հետ շիրմի վրա։ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվն ասում է, ինֆարկտ ստանալուց առաջ հենց այս հատվածում է ականատես եղել, թե ինչպես էին մի խումբ մարդիկ, այդ թվում Վրեժ Դուրգարյանի հորդորով փորձում ներխուժել Մայրտաճար, հարվածելով դռներին, գորգորալով, վիրավորանքներ հնչեցնելով վեհափառի հասցեին։ Հրահրում էր դեպի ներս մտնել հայոյալից վանկարկումներով, ասես քացով, բոքսով խփում էին Մայրտաճարի դռանը, չեմ կարծում այդ ձևի անձնավորությունը օպերայի, բալետի, թատրոնի փոխտնօրեն լինի էլի։ Օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն այսօր ողջ օրը մեր զանգերին չպատասխանեց, չկարողացանք նրանից պարզել, ինչու է միացել կաթողիկոսին հեռացնելու վարչապետի օրակարգին եւ ինչ էր հրահանգում տաճարի դռան մոտ հավաքված ակտիվիստներին։ Նրա վարքագծի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաեւ թատրոնի տնօրեն դիրիժոր Կարեն Դուրգարյանից, որը նաեւ Վրեժ Դուրգարյանի ազգականն է։ Դուրգարյան ընտանիքի մեկ այլ անդամ Հայկ Դուրգարյանն էլ ամիսներ առաջ էր պատմության մեջ հայտնվել։ Նրա մեքենայից կրիստալ տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ թմրանյութ իրացնելու հոդվածով։ Օպերային թատրոնում ինչ գործառույթներ են վերապահված վարչապետի համակիր Վրեժ Դուրգարյանին։ Կադրերի բաժնից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Գրավոր հարցում ուղարկեք կպատասխանենք։ Օպերային թատրոնի փոխտնօրենի Facebook-յան էջից եւս հնարավոր չէ մշակութային օջախում նրա գործունեության եւ գործառույթների վերաբերյալ հստակ պատկերացում կազմել։ Փոխարենը շատ հստակ երևում է, որ Վրեժ Դուրգարյանը վարչապետի գաղափարական հետևորդն է։ Կիսվել է Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի ու ընտանիքի տասնյակ հրապարակումներով, չմոռանալով անգամ նախընտրական պաստառներն ու բուկլետները։ Եթե սովորական քաղաքացին Էջմիածնի տաճարի վրա գրոհի պահին է իմանում, որ ինքը ունի օպերային թատրոնի փոխտնօրեն, այսինչ անուն ազգանունով, նույնիսկ մարդիկ, որոնք մշակույթի մեծ երկրպագուներ են, օպերայի մեծ երկրպագուներ են եւ այդ անուն ազգանունով մարդուն չեն ճանաչում որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, այլ ճանաչում են որպես այսինչ քաղաքական համակրանքները կրող
եւ այդ քաղաքական ուժի հրահանգները կատարող անձնավորություն, այդ արդեն նշանակում է, որ այս առողջ չի են ինչ որ կատարվում է։ Երգահան Լիլիթ Բլեյանը դժվարանում է հավատալ, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էր Մայր տաճարի մուտքի մոտ գորգորում ու մարդկանց առաջ շարժվելու հրահանգներ տալիս։ Վիրավորականն ագիտակցել, որ մի տաճարի, օպերային տաճարի, մշակութային երաժշտական տաճարի ներկայացուցիչը կարող է հարձակվել մեր ամենակարևոր տաճարի վրա, որը մեր առաջին տաճարն է եւ ժամանակակրորեն եւ իր կարևորությամբ ամբողջ հայության համար եւ կարող է դա անել ընդ որում ոչ թե պարզապես մտքի կամ մշակույթի ինչ որ բանը որպես զենք վերցնելով իրեն այսպես փոխաբերական իմաստով, այլ ֆիզիկապես ոտքերով, ձեռքերով, դա գիտեք, այդ նշանակում է մենք հասել ենք մի կետի, երբ թույլատրելի ու անթույլատրելի սահմանները արդեն խախտվել են եւ խախտվել են հրահանգով, իշխանությունների հրահանգով։ Մայրաթոռում հավաքվելու կոչ արել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները։ Վարչապետը պնդել էր նրանց չի ուղղորդել, բայց ողջունել եւ իր աջակցություններ հայտնել։ Նիկոլ Փաշինյանն անձամբ մայրաթոռ չէր գնացել, թեև Գարեգին II-ի դեմ պայքարող ակտիվ ՔՊԱ-ականներ կային Էջմիածնում, օրինակ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը։ Մեկ կիրակի ընդհանրապես Փաշինյանը տեխնիկապես հնարավորություն չուներ գնալու որևէ հերթական եկեղեցու ասպատակությանը եւ այնտեղ իրականացնելու իր ճաշակին, իր թիմքին համապատասխան միջոցառում եւ ոչ ոք իր թիմից եւ այս նույն խմբերից, որոնք գրոհում էին Մայր տաճարը, չգնացին այդ գործողություններին։ Ստացվում է, որ մարդիկ այդ ամեն ինչը անում են հրահանգով, թելադրանքով, մի մասը ստիպողաբար, մի մասը գտնվելով այդ ընդհանուր այս մթնոլորտի ազդեցության տակ։ Թե օպերային թատրոնի փոխտնօրենի, թե ՔՊԱ-ական Տավրոս Սափեյանի գործողությունների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հենց Մայրաթոռում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին։ Ինչ ընթացք է տրվել ընդդիմադիր պատգամավորի հաղորդմանը, ներքին գործերի նախարարությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ 180 օրը դարձավ 90, հիմա էլ առանց վիզայի Ռուսաստան մտած օտարերկրացիներին հնարավոր է թույլ տան իրենց երկրում մնալ 1 տարվա ընթացքում ընդամենը 30 օր։ Ռուսաստանցի պատգամավորի այս առաջարկը շատ ավելի կբարդացնի հայ բեռնափոխադրողների կյանքը, որոնք շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներով Հայաստանի կառավարությունից պահանջում էին ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանին բացատրել, որ անգամ 90 օրյա ժամկետը հայ բեռնափոխադրողների համար անիրատեսական է։ Дорогие друзья, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Ֆեոդոտ Տումուսովն առաջարկում է առանց վիզայի Ռուսաստան մտած օտարերկրացիներին մնալու տարեկան ժամկետը էլ ավելի կրճատել։ Հիմա էլ 90 օրից 30 դարձնել։ Այս ժամկետը նախկինում 180 օր էր, այն ուղիղ կեսով կրճատվեց այս տարեսկզբից, երբ Ռուսաստանում խստացվեցին միգրացիոն օրենքները։ Եթե պետդուման ընդունի 30-օրյայի մասին իր առաջարկն, ապա դա կօգնի, որ իրավապահ մարմիններն ավելի արդյունավետ հետևեն միգրանտների գործունեությանն ու ավելի արագ բացահայտեն իրավախախտներին։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ահազանգում է, եթե այս նախագիծն ընդունվի, սա վերաբերվելու է անշուշտ նաև բեռնափոխադրողներին, ճիշտ այնպես, ինչպես վերաբերվեց 90 օրը, չնայած նրան, որ չպետք է վերաբերվեր։ Ինչ վերլուծություն են արել, որն է պատճառը, ինչու են որոշել, որ 90 օրը չափազանց էր, պետք է լինի 30 օր, այլ այդ հարցը պես կողմ տակ։ Հայ բեռնափոխադրողները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներով Հայաստանի կառավարությունից պահանջում էին ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանին բացատրել, որ 90-օրյա ժամկետը հայ բեռնափոխադրողների համար անիրատեսական է։ Վարորդները հիշեցնում են, Հայաստանից Ռուսաստան գնացող ցամաքային միակ ճանապարհը Լարսն է, իսկ այն միշտ տարբեր պատճառներով փակ է ու խցանված։ Հետևաբար այդ օրերի ուղիղ կեսն այնտեղ են անցկացնում։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը, որ ակցիաներից մեկի ընթացքում մոտեցել էր վարորդներին, ասել էր ակտիվ բանակցում են Ռուսաստանի հետ եւ դրական ազդակներ կան։ Այդ դրական ազդակներն այդպես էլ չտեսանք, նեղ սրտում են
են վարորդները, որոնց շարքերում 90 օրվա ժամկետը գերազանցածները դեռ շարունակում են տուգանվել եւ 3-ից 5 տարով Ռուսաստան մտնելու արգելքներ ստանալ։ Ոչ մի արձագանք չկա մեր պետության կողմից։ Մենք հիմա չգիտենք ինչ ա եղել մեր 90 օրերի հետ։ Միջև այս վերջերս էլ էլի մարդկանց մուտքի արգելք են դնում։ Уважаемые коллеги, дорогие друзья, Ներկայանալ չցանկացող այս վարորդն ուշադիր հետևել է 3 Պետերբուրգում ընթացող ԵԱՏՄ նիստին ու տարակուսած է բեռնափոխադրումների կարևորությունից խոսող մասնակից երկրների առաջնորդները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ ուղիղ տեքստով չասացին, որ ժամկետների այսպիսի կրճատումները լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների համար։ Ռուսաստանը կանխատեսելի երկիր է, այս նամանավան վերջին տարիները չես պատկերացնում ինչ օրենքներ կարան մշակեն։ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստա, Ղազախստանի նախագահը առաջաբերում, որ առանց խոչընդոտ բեռների շարժը եւ մարդկանց շարժը լինի ԵԱՏՄ երկրներում, բայց մի կողմից էլ տեսնում ենք, որ ասենք Ռուսաստանի Դաշնությունում ինչ որ падգամավոր նոր օրենք է, ասենք առաջ բերում, որ չգիտեմ 30 օր սարքեն օտար երկրա քաղաքացիների մուտքը։ Մենք 90 օրի մեջ չտեղավորվեցինք։ Հա, հասկանում ենք, դա նոր ներկայացված օրենք է, բայց դուրս է գալի բոլոր օրենքներն էլ, որ ներկայացնում են Ռուսաստանի Պետդումա, ինչ որ մի ժամանակ հետո մեկ էլ օրենք է դառնում։ Վարորդներն ասում են, թե իրենց չհաջողվեց տևական բողոքի ակցիաներով ստիպել Ռուսաստանին, որ գոռնե բեռնափոխադրողների համար այդ ժամկետները երկարացվեն, միևնույնն է, կարծում են, որ ձեռքները ծալած նստելը սխալ է, մի բան պետք է ձեռնարկեն։ Այս օրերին Ռուսաստանում 90 օր մնալու ժամկետը գերազանցած վարորդները խուսափում են բեռներ տանել Ռուսաստան, որ չհայտնվեն վերահսկվող անձանց ռեեստրում կամ չտուգանվեն, կալանավորվեն ու վտարվեն։ Թեև նրանցից շատերն անելանելի վիճակում են եւ ստիպված գնում գալիս են, պնդելով, թե ծագած խնդիրներն էլ կաշառքով են լուծում։ Մեր հարցերը տարբեր ձևերով, ով ոնց կարողանում է իր գլխի ճարը տենում է դրսում Ռուսաստանում։ Սիրուն աշկերիս համար չի այդ ամեն ինչը արվում, այդ ամեն ինչը արվում է կաշառքներով։ Պետերբուրգում 3 կայացած ԵԱՏՄ նիստում Ղազախստանի նախագահը տրանսպորտի արդյունավետությունն ու լոգիստիկ գործընկերության ընդլայնման հարցերն էր կարևորել։ Հայաստանի վարչապետը խոսել է Հայաստան ուղարկվող բեռների տարանցման բացման ու համագործակցության հնարավորություններից, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչը շեշտել է լոգիստիկայի եւ բեռնափոխադրման ոլորտում համագործակցության ռազմավարական նշանակությունը, բայց ուղիղ տեքստով չի խոսվել այն մասին, որ Ռուսաստանում ուժի մեջ մտած միգրացիոն օրենքների խստացումները լուրջ խնդիրներ են ստեղծել ԵԱՏՄ երկրներում բեռնափոխադրման ոլորտում։ Դա շատ մտահոգիչ է, որովհետև բազմաթիվ հարցեր են առաջանում, այս հարցերին որևէ պատասխան չունենք, անշուշտ շարունակելու են իրավապաշտպանները լոբին կանել, որ հանկարծ այս նախագիծը չընդունվի, բայց չունեմ որևէ վստահություն, որ ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ նախագիծը Պետդուման չի ընդունի։ Ավելի վաղ արտգործնախարար Արայաթ Միրզոյանն ազգային ժողովում հայտարարել էր, եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, ապա Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջելու գնով լուծման գնալ։ Չգիտեմ, էլ որն է ԵԱՏՄ-ի ազատ շարժը, տնտեսական ազատ ապրանքաշրջանառությունը, մարդկանց ռեսուրսի շարժը, էլ առավելությունը որն է, եթե մի հատ 90 օր սարքին, հիմա էլ ինչ-որ մեկի մտքում ծագել է, որ 30 օր սարքեն։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ դեռ նախորդ տարվանից էր խոսում այս խնդիրների մասին, մնում է իր կարծիքին։ Հայաստանի կառավարությունը դեռ նախորդ տարի պետք է ինտենսիվ բանակցությունների անցներ, որ բանը դեպորտներին չհասներ, իսկ հիմա ըստ Բեժանյանի Հայաստանը կրկին պետք է հիշեցնի Ռուսաստանին, որ դեռ ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ բարձր է բոլոր ազգային օրենսդրություններից։ Միացյալ Նահանգների նախագահի բանագնացը արդյունավետ է գնահատել Ֆլորիդայում անցկացված բանակցությունները, որոնց ժամանակ էլ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը։ Ըստ այդմ, Կիևը եւ Վաշինգտոնը քննարկել են 4 տարբեր փաստաթղթեր։ Նույնաբովանդակ հայտարարություն Կիևից է հնչել։ Բանակցությունները կառուցողական է համարել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչը, բայց արդյոք մոտ է արդեն 4 տարի ձգվող արյունալի պատերազմի վերջը։ Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիտքոֆը արդյունավետ եւ կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը։ Ուիտքոֆն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել։
Ռուսաստանը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ջանքերն ու աջակցությունն ուկրաինական հակամարտության կարգավորման եւ համաշխարհային անվտանգության վերականգնման գործում։ Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Կիևը եւ Վաշինգտոնը քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը Ուկրաինայի դաշնակիցների եւ Միացյալ Նահանգների կողմից Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինայի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաջորդ քայլերի ժամանակացույցի եւ հաջորդականության քննարկմանը սոցցանցում գրել է Ուիտկոֆը։ Նույն abովանդակ հայտարարություն է տարածել նաեւ Կիևի բանագնաց Ռուստեմ Ումերովը, նշելով, որ Ուկրաինան լիովին հանձնառու է արդար եւ կայուն խաղաղության հասնելուն։ Քննարկումները կառուցողական են, անցնում իր հերթին Մայամիում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։ Մայամիի հանդիպումից հետո ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը եւս քննարկել են պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն իր հերթին բրիտանական Unheard կայքին տված հարցազրույցում ասել է, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վստահ չէ, որ մոտ ապագայում կհաջողվի խաղաղ կարգավորման հասնել։ Կարծում եմ մենք առաջընթացի ենք հասել այն իմաստով, որ բոլոր հարցերը բաց են քննարկման համար։ Վերջին շաբաթներին տեսանք, որ ուկրաինացիներն ու ռուսները իրական պատկերացում ունեն, թե ինչը ենթակա չէ քննարկման եւ ինչն է լիովին քննարկելի։ Վենսի խոսքով հիմնական խոչընդոտներից մեկը տարածքների հարցն է։ Ռուսաստանը ըստ նրա ցանկանում է ամբողջ Դոնեցկը, իսկ Ուկրաինան համարում է, որ դա անվտանգային լուրջ խնդիր է։ Պետք է ասեմ, որ սա տարածքային սարսափելի զիջում է, նշել է նա։ Ու մինչ ամերիկացի, ուկրաինացի եւ ռուս պատվիրակները հայտարարում են կառուցողական հանդիպումների ու առաջընթացի մասին, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Մոսկվային թերևս չի գոհացնի խաղաղության պլանի վերջին տարբերակը, որն Ուկրաինան Եվրոպայի հետ է մշակել։ Կարծում եմ առաջարկների մեծ մասը մեզ համար կտրականապես անընդունելի կլինի, քանզի մենք հետևելու ենք այն ամենին, ինչի մասին համաձայնել ենք Անկորիջում եւ ամերիկացի ներկայացուցիչների հետ այլ հանդիպումների ժամանակ։ Մինչ այդ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ռուսական զորքը վերջերս սաստկացրել է հարվածներն Օդեսային, նպատակ ունենալով Ուկրաինային զրկել ծովային լոգիստիկային հասանելիությունից։ Աշխարհը պետք է բարձրաձայնի դրա մասին։ Բոլորը պետք է տեսնեն, որ առանց Ռուսաստանի վրա ճնշման նրանք իրականում մտադիր չեն վերջ դնել իրենց ագրեսիային։ Ճնշումը պետք է ուժեղացվի։ Այսօր Զելենսկին ասել է, որ մինչև տարվա վերջ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանում եւ Չինաստանում գործող այն սուբյեկտների նկատմամբ, որոնք աշխատում են ռուսական ռազմական արդյունաբերության հետ։ Ուկրաինան նաեւ աշխատում է Եվրոպական միության հետ պատժամիջոցների 20-րդ փաթեթի վրա։ Reuters-ը հղում անելով ԱՄՆ հետախուզության զեկույցներին ծանոթ 6 աղբյուրի հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գրավել Ուկրաինան եւ Եվրոպայի այլ հատվածներ, որոնք ժամանակին Խորհրդային միության մաս էին կազմում, սակայն հիմա ՆԱՏՕ-ի անդամ են։ Կրեմլի խոսնակը հերքել է, թե նախագահը նման մտադրություններ ունի։ Նույնիսկ եթե այդ հաղորդումները ճիշտ են, սա դասվում է այն իրավիճակների շարքին, երբ հետախուզությունը սխալ դատողություններ, գնահատականներ եւ եզրակացություններ է անում։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Դիվանագիտական ճակատում այս զարգացումների ֆոնին Մոսկվայում առավոտյան պայթեցվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ գեներալ լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի ավտոմեքենան։ Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է։ Ռուսական կողմի վարկածներից մեկով հնարավոր է, որ պայթյունը կազմակերպած լինեն ուկրաինական հատուկ ծառայությունները։ Կիևը դեռ չի մեկնաբանել այս պնդումը։ Մեկ տարի առաջ էլ Մոսկվայում ռումբի պայթյունից սպանվեցին Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ լեյտենանտ Իգոր Կիրիլովն ու նրա օգնականը։ Սա եւս կապվում էր ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։ Վերադառնանք Հայաստան, նորից աղտոտված օդի խնդրի մասին խոսենք։ Այս անգամ Գյումրիի մուշ թաղամասում են մարդիկ ծխի մեջ հայտնվել։ Աղբավայրն է այրվում եւ ինչպես երևանցիներն են տարիներ շարունակ ապարդյուն պայքարում աղբավայրերի խնդրի լուծման համար, նույնն էր գյումրեցիների պայքարը ոչ մի արդյունք դեռ չի տվել։ Քաղաքային իշխանությունը այստեղ էլ խոստումներից այն կողմ գործուն քայլերի չեն անցնում։ Ահավոր է, անհնար է, առավոտ շուտ, ծուխ, լուսամուտ հնարավոր չէ բացել, լվացք հնարավոր չէ պրել, առավել եւս շնչել։ Գյումրիի մուշ թաղամասը լուրջ խնդրի առաջ է կանգնել, նույնիսկ հեռվից է երևում, որ ողջ տարածքը ծխի մեջ է։ Թաղամասի հարևանությամբ գտնվող քաղաքային աղբավայրն է օրեր շարունակ այրվում։ Թունավոր օդից շնչահեղձ ենք լինում, ահազանգում են տեղի բնակիչները։ Ամեն առավոտ այսօր էլ ես դիմակով եմ գնացել, նույնիսկ դիմակը կարող եմ ցույց տալ։ Դրանով եք։ Հա, ես առավոտ։ Հնարավոր չէ։ Բացարձակ
ու չգիտենք վերջը երբ է երևալու։ Տարիներ շարունակ է այս խնդիրը։ Լվացք ես փռում այդ խնդիրն է հագուստից կարշահոդություն է գալիս, դրսի կարշահոդությունը փոխանցում է հագուստին։ Բացի դրանից մեր շնչուղիները Դուրսը պարզ է տաննել է։ Անպայման Պադուհանի արանքներից տանոտը փոխվում է, Պադուհանի արանքից գալիս է ծխի հոդը։ Պադուհանս եմ փակում, բայց դարձյալ տունն է լցվում։ Ինչ կարամ անեմ։ Այդ ծուխը շնչում է։ Այո, իհարկե։ Տունն էլ է լցվում, հա։ Դե հա, որ ուժեղ լինում է, արդեն տունն էլ է լցվում, հոդը գալիս է։ Ինչից է բռնկվում հրդեհը, արդյոք դիտավորություն կա, թե տարածքում կուտակված գազերն են այրվում, պարզ չէ, բայց նորակառույց այս թաղամասում մարդիկ նկատել են, որ հատկապես վերջին տարիներին ծուխն ավելի է շատացել։ Կառավարությունը չի մտածում այդ մասին, ինչ կարող ենք անել։ Առավոտյան ժամը 10-ից 11-ի արանքը անհնար է դուրս գալ, ոնց որ մառախուղ լինի։ Ես նույնիսկ այսօր նկարել էի, բայց ուր տեղադրես, ում դիմես, շատ են դիմումները, բայց այս պահին սա է։ Ուղղակի անզորությունից չգիտենք ինչ անենք։ Մարդիկ այստեղ կծկտուր տեղեկություններ են լսել, որ աղբավայրի հետ կապված ծրագրեր կան, բայց ասում են դա 1 կամ 2 տարվա լուծվող խնդիր չէ, իրենք ինչքան սպասեն։ Վերամշակման գործարան եւ այլ ընդհանրների ստեղծումը շատ խելամիտ կլինի, բայց դա տարիներ կտևի, իսկ մենք, չգիտեմ, 5-ից 7 տարի ոնց սպասենք։ Նման թիվ լսել եմ էլի հեռուստատեսությունով, չգիտեմ, ուղղակի անզոր ենք, շատ վատ վիճակ է, դուրս գալ, պարզապես խանութ գնալը թեկուզ խնդիր է, էլ ուր մնաց, ասենք, չգիտեմ, բնակչության համար, այդ լվացքի հարցը իրոք շատ վատ է, ասենք, բերում ենք ներս կրկնակի լվանում ենք, տեսնում ենք, որ պահին է մի քիչ օդը մաքուր, որ կարողանանք կրկին փռել լվացքը։ Անընդհատ ծուխ է։ Ամեն օր ու օրվա մեջ 2 անգամ, առավոտյան ժամերին եւ այդպես 5-ից 6-ի կողմ, հա։ Գյումրիի քաղաքապետարանում դեռ 1 տարի առաջ աղբավայրի հետ կապված 3 ծրագիր կար, ներդրողների հետ հանդիպումներ եղան, բայց այստեղ իշխանությունը փոխվեց ու համայնքապետարանը դեռ չի հաստատել դրանցից որևէ մեկի իրականացումը։ Այսօր ողջ օրվա ընթացքում Գյումրիի քաղաքապետարանից այդպես էլ չարձագանքեցին, թե ինչ են անելու Գյումրիի աղբավայրի հետ։ Քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը մոտ 1.5 ամիս առաջ աղբավայր էր այցելել, երբ տարածքում դարձյալ հրդեհ բռնկվել։ Սա միայն համայնքային բյուջեով լուծվող խնդիր չէ, պնդել էր փոխքաղաքապետը։ Դե ընդհանուր առմամբ սա շատ մեծ ծանրացած խնդիր է։ Քաղաքապետարանը իր ունեցած բյուջեով, իր հնարավորություններով չի կարող։ Այստեղ պետական լուրջ մոտեցում պետք է ցուցաբերվի։ Այս պահին ինչ որ կարող ենք, մենք դա ենք անում։ Պաշտոնյայի փոխանցմամբ քաղաքային նոր իշխանությունները հոլանդական ընկերության հետ հուշագիր են ստորագրել, որը զբաղվելու էր աղբի վերամշակմամբ, բայց գնացին, որ արդեն բանակցությունները սկսվի, դեռ մինչև հիմա իրենց ձայները չկա։ Մեկ բաց է, քաղաքապետարանը միշտ բաց է այդ համագործակցության համար։ Գյումրու հարակից բնակավայրերի համար նոր աղբավայր կառուցելու ծրագիր կառավարությունն ունի, մի քանի անգամ քննարկումներ են անցկացվել, բայց դրանից այն կողմ գործն առաջ չի գնացել։ Մինչ խնդրի լուծումը ձգձգվում է, թաղամասի հազարավոր բնակիչներ շարունակում են շնչել թունավոր օդը։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։